Տեսլական հաղորդմանը հյուրեր Արփինե Բեկջանյանը, Star News-ը հետևեց զրույցին։ 90-ականներին նա համարվում էր համարձակ և սեքսուալ երգչուհի, չգիտես ինչու, ինչպես ինքն է ասում, ժամանակին բոբոջաջաները փակեցին նրա օդերը և արեցին ամեն ինչ, որպեսզի նրան վերացնեն։ Հայտնվեց սև ցուցակում և միակ ելքը հայրենիքը լքելն էր։ Սև օրերի, դաժան ապրումների և այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել նրա կյանքում։ Արփինեն հեղափոխություն և նորամուծություն մտցրեց, երգում էր համարձակ, հագնվում համարձակ, նույնիսկ կիսամերկ ելույթ էր ունենում։ Եկավ մի շրջան, Արփինե Բեկջանյանը հօդս ցնդեց։ Ինչու՞։ Գոյություն ուներ կոնկուրենցիա։ Ու այդ կոնկուրենցիայի հետևանքի զոհերը ես էի և ինձպես շատ ու շատ երգիչ-երգչուհիներ։ Պահ ա գալիս, որ ուզում ես ուղղակի փակես այդ էջը։ Մարդիկ, ովքեր ունեին մեծ հնարավորություն և իրենց սուրը կտրում էր ամեն տեղ, կարողացան երաժշտական ինդուստրիայի մեջ մի մեծ դուռ կողպել։ Այդ մարդիկ վերաբերվում են շոու բիզնեսին և քաղաքականության միջոցով կարողացան այդ քայլն անել։ Սկսեցին քաղաքականացնել մեզ և անվանեցին Լևոնականներ, մեզ ոչ մեկ չէր հովանավորում։ Հիմա ավելի դաժան բան է տեղի ունենում։ Երգարվեստում գլուխ են բարձրացրել հնդկաթուրքական, հնդկաարաբական, հնդկաեսիմինչական մլավոցներն ու վայնասունները։ Համաճարակի նման տարածվել ա ողջ Հայության մեջ։ Աղջկա հետ տեղափոխվելով ԱՄՆ, Հայաստանում թողեց ամուսնուն և որդուն։ Այդ շրջանի մասին խոսելը դժվար է երգչուհու համար։ Ամեն անգամ հուզվում և լացում եմ։ Մի քիչ էստեղ ես ապրում, մի քիչ էստեղ, քոչվորի նման։ Մտածում էի գալու եմ երգեմ, բայց ռեստորանային ֆորմատ ա հիմնականում և լրիվ ուրիշ բան ա իրենից ներկայացնում։ Իմ նպատակը տղայիս կցելն էր մեզ, որոշակի սխալմունք էր տեղի ունեցել, երբ խաղարկվել էր գրին քարտը։ Այդ սխալմունքի պատճառով ժամանակավոր կիսվեցինք, մինչև որ տղայիս փաստաթղթերը ստացվեցին։ Ամենաուժեղ հարվածը ընկերության առումով էր, ես ունեցել եմ էստեղ շատ հարազատ դարձած մեկին և ստիպված բաժանվեցի իրանից։ Մեր ընկերությունը խզվեց, շատ լացել եմ, բայց հիմա բաց եմ թողել։ Որդուն 5 տարի չտեսավ, կարոտից ու մայրիկին սպասելուց տղան ունեցավ որոշակի խնդիրներ։ Իրա պահվածքը, վերաբերմունքը փոխվեց շրջակա աշխարհի նկատմամբ։ Գիշերները չէր կարողանում քնել, արթնանում էր, վեր էր թռնում։ Հոգեպես երեխան սթրեսի էր ենթարկվել, նստվածք տվեց դա։ Կրկնապատկվեց մեղավորությունը իր հանդեպ, որ զգում էի։ Արփինե Բեկջանյանը վատ չի զգում իր կատարած ոչ մասնագիտական աշխատանքների համար։ Որ ոլորտում էլ որ աշխատել եմ, անբարոյական ոչինչ չեմ արել, իմ քրտինքով իմ գումարն եմ վաստակում ու դա ամոթ չի։ Մինչ օրս էլ արտասվում եմ, բաներ կա, որ հիշում եմ ու իհարկե, դա ինձ խոցելի է դարձնում։ Շատ եմ լացել, բայց էնպես, որ աղջիկս չտեսնի և պինդ լինի։ Սարսափելի կարոտում է բեմն ու երգը, բայց վախենում է արդեն երգելուց։ Ինձ թվում է գործիքս այնքան ժանգոտ է, որ չեմ կարող վերականգնել այլևս իրեն։ Այս լավ չի լսում ինձ։ Դա նորմալ է։ Այստեղ խանգարում է, որտեղ փոքր կանգնած է։ Հասկացա։ Так, Արփին, ես հիմա քեզ մի հատ թագ անեմ։ Արփին։ Սանգալը քեզ չէ։ Արփին դուրն է սերին։ Այո։ Silent արեցինք, Անջան, բայց քեզ բան պետք է խնդրեմ, ցավը տամ։ Ես էսա silent միկրոֆոնը կպածա վրա, ես չեմ կարա։ Ես ասեմ։ Silent։ Էսի քննումը նստել դենես։ Որտե՞ղ էստեղ Գանջան։ Արփին, դու հեռախոսը չես պահում, չէ՞։ Չէ, կողքից կլինի հեռախոսը, ձեն անջատած է, մենք ուղիղ եթեր ենք մտնում պարզապես։ Ես էլ սենց իմ եթերը մտա, էլի։ Արմեն ջան։ Ջեն ողջույն, անպայման դիտեք, որովհետև Արփինի հետ միշտ հաճելի նման հարցազրույցներ հեռուստաեթերում եւ ոչ միայն հեռուստաեթերում, որովհետև Արփինը շատ հրաշալի ազնիվ, շատ լավ մարդ, շատ լավ երգչուհի
Աչույու դնույու տեղը Արմեն ջան, սպասիբը։ Ողջույն բոլորին։ Ոյ, ինչքան մարդ միացավ։ Երևի վերջերս այնքան չեմ եղել ուղիղ եթերում։ Ատեն դու երկելու ես ստեյով, Հա, այսինքն երբ որ այս գնամ, հա, միկրոֆոնը։ այսի ես քեզ կմիացնեմ միկրոֆոնդ կտամ, հիմա դե պետք չի։ Բարև ձեզ, Մարիամ Հաչիկյան ջան։ Ողջույններ։ Աջան։ Մերսի Երմինե ջան։ Հա։ Փոխադարձ։ Այն մեկ խոսա։ Մեկ երկու։ Ճամփի փարեն վարդիքեր, մի տանցարից երկու ծիրան մի կոկիր։ Իսկ բանը թողմենք անձիցաները։ Մերսի Մարիամ ջան։ Ես էլ եմ ինձ կարոտում, ճիշտն ասած, ձեզ էլ եմ կարոտում։ Էնել շատ, այո, շատ կարոտում եմ։ Պաչիկներ բոլորիդ։ Ովքեր միացել են, ովքեր միանում են։ Պաչիկներ։ Սա Արմեն Թադևոսյանի Armenian Evening ծրագիրն է երեկոյան, որը հեռարձակվում է ուղիղ եթերով AMGA TV-ով, այսինքն լոգոն ցույց տամ, որ պատկերացում ունենաք ոնց է գրվում։ Եվ ուրեմն այսօր Արմենի հյուրը ես եմ։ AMGA-ով նայեք։ Իմ հարցազրույցը ուղիղ եթերով պարզապես։ Հիմա նախապատրաստական աշխատանք 4 րոպեից մենք կմիանանք արդեն, չէ՞։ Եթերին։ Так что следите. Раз. Դու բացարձակ չես խանգարում, դու նայ քո հարմարության։ Դու ոնց ուզես։ Ես ուզում եմ ձեզ համար կամ։ Okay, չէ՞ вообще։ Իսկ մեզ համար կոմֆորտ է Արման ջան, դու որտեղ իմ հետ ես, իմ համար հատկապես կոմֆորտ է։ Դու вообще problem։ Comfort zone։ Կարևորը քեզ կոմֆորտնի է, մեզ կոմֆորտնի է։ Ասում եմ իմ դուրն եկավ, ձեր դուրն եկավ։ Էդ եմ հիշում Սաատնովայի պատմություններից։ Մերսի Երմինե ջան։ Պաչիկի պուչիկի։ Լտեսնեմելով է ինձ սիրում, որ միանում է։ Ես ինչքան վաղ տուղ եթեր չեմ եղել այ մարդ։ Ահա։ Ինքը շատ քուլ կանում է։ Սրապը, պրիվետ, սրապ ջան։ Բարև ձեզ, հարգելի Հետաքրքիր է, որ գրած է պրիսայդինիլся։ Իրանք մնում են ինձ հետ եթերում, չէ, երկու հոգի մարդ է հիմա։ Հա, ապ ջան։ Պրիվետ, ազիզ։